Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել հակամարտության կարգավորման հնարավոր ծրագրի վերաբերյալ իր մեկնաբանությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Չնայած Միացյալ Նահանգները բացահայտ ասել է, որ մերժում է Թեհրանի տեսլականը, մենք Պակիստանի միջոցով որոշ ճշգրտումներ ենք ստացել։ Վերանայել ենք առաջարկները եւ մեր դիտողությունները փոխանցել ամերիկյան կողմին, մանրամասնել է Էսմայիլ Բաղայեին։ Նա հավելել է, որ Իսլամաբադը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև շփումներում։ Իրանի նախագահն էլ շեշտել է բանակցությունների կարեւորությունը, Մասուդ Փեզեշքյանի խոսքով Թեհրանը պետք է արժանապատիվ երկխոսություն վարի եւ ուշադրություն չդարձնի Միացյալ Նահանգների հետ բանակցություններին դեմ արտահայտվող կողմերի խոսույթին։ Նա մերժել է հավերժ պայքարի գաղափարախոսությունը։ Փեզեշքյանը նաեւ մտահոգություն է հայտնել, որ երկրում կարող են էներգետիկ խնդիրներ լինել։ Մեկնաբանություններով է հանդես եկել Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահի խոսքով Թեհրանն անսահման շատ է ցանկանում գործարք կնքել, սակայն անիրատեսական պահանջներ եւ առաջարկներ է ներկայացնում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի ժամանակը սպառվում է, լավ կլինի, որ շտապեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ հասել են Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում իրենց նպատակների 70%-ին։ Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Մոսկվան հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կշարունակի ռուս-ուկրաինական կարգավորման հարցում միջնորդական ջանքերը։ Խաղաղության գործընթացն այժմ դադարեցված է, հուսով ենք, որ այն ի վերջո կվերսկսվի, նշել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բանակցությունները հնարավոր կլինեն միայն երբ Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերվեն Դոնբասից, սակայն այս պահանջն անիրատեսական է Կիևի համար։ Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվում են, Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ուկրաինական ուժերը մի քանի տասնյակ օդաչու թռչող սարք են արձակել Դաշնության ուղղությամբ։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը եւ այլ տարածքներ։ Հաղորդվում է, որ Մոսկվայի շրջանն էլ ենթարկվել է վերջին շրջանում ամենազանգվածային հարձակմանը, թիրախավորվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանը եւ այլ ձեռնարկություններ, կան զոհեր եւ վիրավորներ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սա արդար պատասխան է Ուկրաինային, մասնավորապես Կիևին ռուսական վերջին զանգվածային հարձակմանը։ Զելենսկին հավելել է, որ այժմ ակտիվ գործողություններ են իրականացնում, իսկ վերջին հարվածների հեռավորությունը գերազանցել է 500 կիլոմետր։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, հայտնաբերվել է շուրջ 300 ՀՍ, մեծ մասը խոցվել է, սակայն հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Թիրախավորվել են Սումիի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Զապորոժիայի, Օդեսայի եւ այլ շրջաններ։ Սլովակիան շահագրգռված է Ադրբեջանից գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքել առնվազն 10 տարի ժամկետով, հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ եւ շրջակա միջավայրի նախարար Տոմաշ Տարաբան։ Մենք ցանկանում ենք դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ մատակարարումները եւ Ադրբեջանը մեզ համար հուսալի գործընկեր է։ Միակ հարցն այն է, թե ինչպես ենք էներգետիկ ռեսուրսները հասցնելու կենտրոնական Եվրոպա, ասել է նախարարը։ Նրա խոսքով ներկայումս քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ խողովակաշարեր պետք է օգտագործել եւ ինչ ծավալով։ ԱՄՆ նախագահի Գրենլանդիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Լենդրին մեկնել է Նուուկ։ Սա բանագնացի պաշտոնում նրա առաջին այցն է դանյական ինքնավար տարածք։ Մայիսի 19-ին եւ 20-ին պաշտոնյան կմասնակցի Գրենլանդիայի ապագա 2026 տնտեսական ֆորումին, որը կազմակերպվում է մասնավորապես տարածաշրջանում ներդրումները խթանելու համար։ Թրամփը Լենդրին հատուկ դեսպանորդ է նշանակել 2025 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է վերահսկի Գրենլանդիան ազգային անվտանգության նկատառումներով։ Նա չէր բացառում, որ այդ նպատակով կարող են կղզու նկատմամբ ուժ կիրառել։ Դիանա Գասպարյան, լուրեր։